Գաբալայում տեղի ունեցած հանդիպման շրջանակում քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր, հաշվի առնելով մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները։ Ըստ էության երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից ուկրաինայական պատերազմը, մյուս կողմից Իրանի շուրջ զարգացումները ավելի այսպես լուրջ մարտահրավերներ են ստեղծում հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության եւ խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջ տեղի են ունենում նման բուռն զարգացումներ։ Միևնույն ժամանակ մեզ համար ակնհայտ էր, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգությունները ավելի են սրվել այս ուղղությամբ եւ առնվազն արձանագրվել է, որ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում եւ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի։ Միևնույն ժամանակ քննարկում ենք ունեցել նաև թե տարածաշրջանային այս զարգացումները ինչպես կարող են ազդել Թրիփի կյանքի կոչման վրա, հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակում են, Իսլամաբադի բանակցությունները ըստ էության տապալվեցին, բավական մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը եւ ինչ հետևանքներ այն կունենա տարածաշրջանի համար։ Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում եւ տարածաշրջանային մարտահրավերները ընդհանուր են, հետեւաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը եւ փորձել այն ամրապնդել։ Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ ներկայիս մակարդակը երկու երկրների միջև հարաբերությունների եւ կարգավորման գործընթացում արկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրների համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել եւ այս տարածաշրջանային պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը։ Մյուս հարցը, որին կցանկանամ անդրադառնալ, դա նարատիվներն են։ Հանդիպման ընթացքում մենք բարձրաձայնել ենք նաև ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը։ Այստեղ քննարկումը բավական բազմա կարծիք էր եւ առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կա որոշակի տարբերություններ, մասնավորապես առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունն է։ Եթե մենք համատում ենք եւ պարզ մոնիտորինգ ենք իրականացնում 1 տարի առաջվա իրավիճակի հետ եւ այսօրվա իրավիճակի հետ, միանշանակ է, որ ունենք այստեղ որոշակի դրական միտումներ, մասնավորապես քանակական եւ որակական առումով։ Արդյոք ամեն բան իդեալական է, իհարկե ոչ, որովհետեւ բարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր, բայց այնուամենայնիվ դինամիկան դրական է։ Սակայն նույն դրական դինամիկան մենք ցավոք սրտի չունենք ադրբեջանական մեդիաների, պետական մեդիաների դաշտում եւ այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետեւ կարծում ենք սա եւս խնդրահարույց է եւ որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության շրջանակում։ Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կան նման խնդիր եւ միևնույն ժամանակ նշվեց, որ իհարկե փոփոխությունները ժամանակ են պահանջում եւ միևնույն ժամանակ իրենք էլ բնականաբար մոնիտորինգ են իրականացնում հայկական մեդիաները եւ իրենք էլ իրենց մտահոգություններ ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի այսպես կոշտ կոնտենտի հետ կապված։ Դերևս այսքանը։